Բարդես, օրվա լրահոսից կարևոր թեմաներ են ներկայացնում Հորիզոն լրատվականը, հուլիսի 8-ն է չորեքշաբթի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատախազությանն է վերադարձրել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Ուժեղ Հայաստանի մի շարք տեխնացուների վերաբերյալ միջնորդությունները։ Հիշեցնենք, հանձնաժողովը ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո գլխավոր դատախազությունից ստացել էր падգամավորի տեխնացուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշների դեպքում ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ։ Այդ միջնորդությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր քննել աշխատանքային ծանրաբեռնվածության, սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկման հանգամանքով պայմանավորված։ Հանձնաժողովն այսօր գումարած նիստում որոշել է դրանք վերադարձնել գլխավոր դատախազությանը, այն հիմնավորմամբ, որ հանձնաժողովի լիազորությունները падգամավորի տեխնացուի վրա տարածվում են մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է падգամավորի տեխնացուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը, նշվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։ Համացանցում տարածվել են տեսանյութեր, թե ինչպես են ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Տեսանյութը իրարամերժ մեկնաբանությունների ու արձագանքների տեղիք է տվել։ Ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև բազմաթիվ իրավապաշտպանների պնդմամբ իրավապահ մարմինները մոտ 70 տարեկան Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառել են անհամաչափ ուժ։ Կատարվածին արձագանքել է նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, տեղեկացնելով, որ պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու եւ նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու համար։ Ավելի ուշ տարածվել է գործին առնչվող տեսանյութ անձին փաստացի ազատությունից զրկելու պահը ներկայացնող կադրերով, ինչի առնչությամբ ներկայացվել են մտահոգություններ առ այն, որ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2026 թվականի հուլիսի 8-ին այց են իրականացրել Հայաստանի Արդարադատության նախարարության Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու եւ նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այցի ընթացքում տեղի ունեցել առանձնազրույց, վերջինիս հետ ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին եւ իրավունքների ապահովմանն առնչվող այլ հարցերը։ Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է եւ ենթակա չէ հրապարակման։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինները առանցքային դեր ունեն իրավախախտումների բացահայտման եւ հանցավորության դեմ պայքարի հարցում։ Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ եւ օրինական միջոցները իրավախախտումների կանխման, բացահայտման, դրանց վերաբերյալ պատշաճ քննություն իրականացնելու հարցում։ Այդ նպատակների իրականացումը ենթադրում է նաև տարբեր գործիքների կիրառում, այդ թվում անձանց ազատազրկում, ֆիզիկական ուժի կիրառում, օրենքով սահմանված համապատասխան գործողությունների իրականացում։ Միևնույն ժամանակ առանցքային է, որպեսզի իրավապահ եւ այլ իրավասու մարմիններն իրենց գործառույթներն իրականացնեն ոլորտին վերաբերելի մարդու իրավունքների չափանիշների խիստ պահպանմամբ։ Թեհրանը վերահաստատում է Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը, միաժամանակ շեշտադրելով տարածաշրջանային անվտանգության, տնտեսական համագործակցության եւ քաղաքական երկխոսության կարեւորությունը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրլողամլին, անդրադառնալով նաեւ TRIP նախագծի հնարավոր մարտահրավերների վերացմանը։ Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից են TRIP նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը եւ հնարավոր մարտահրավերների վերացումը։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների եւ ամերիկացիների դիրքորոշմանն ու նրանց գործելավոճին, 20 օր դեռ չի լրացել, որ հրադադարի ուշագիրը ստորագրվել է, այս ընթացքում մենք ականատեսը եղանք դրա մի քանի խախտման նրանց կողմից։ Ուստի Իրանի շատ լեգիտիմ եւ տրամաբանական անհանգստությունը իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա եւ պատասխան տրվի այդ անհանգստություններին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի, այս պրոյեկտի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Միացյալ Նահանգների ներկայության արդյունքում Իրանի համար չի ստեղծվի։ Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի մի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իրացնել եւ կկարողանա իրականացնել ապաշրջափակման հնարավորությունը, սակայն ի լրումն դրա պետք է կառավարվեն եւ պետք է հստակ կերպով արձագանք տրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայության հնարավոր ռիսկերին եւ Իրանի դեմ հնարավոր սպառնալիքներին։
Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն ավարտված է եւ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։ Այս մասին նա հայտարարել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում դաշնիկի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ։ Մինչ այդ Իրանն ու Միացյալ Նահանգները դարձյալ հարվածներ են հասցրել միմյանց։ Երկուսն էլ միմյանց մեղադրում են փոխըմբռնման հուշագրի պայմանները խախտելու մեջ։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները դեռ ընթացքի մեջ են, բայց Միացյալ Նահանգներն ու Իրանը զերծ չեն մնացել միմյանց թիրախավորելուց։ Միացյալ Նահանգները Իրանին մեղադրում է Հորմուզի նեղուցում առևտրային 3 նավեր թիրախավորելու մեջ։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են երկրի հարավում հնչած մի քանի պայթյունների մասին, այդ թվում Քեշմ կղզում, Սիրիկ քաղաքում եւ ռազմավարական նշանակության Բանդար Աբբաս նավահանգստի մոտակայքում։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն առևտրային նավերը 60 օր անվճար պետք է անցնեն նեղուցով։ Թեհրանը պնդում է, որ մատուցված ծառայությունների դիմաց իրավունք ունի վճարներ գանձել նեղուցից օգտվող նավերից։ Մինչդեռ Վաշինգտոնը հայտարարում է, որ Թեհրանը դա չի կարող անել։ Միացյալ Նահանգների ուժերը հարվածել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, հրամանատարական եւ վերահսկողական ցանցերին, ափամերձ ռադարային կայաններին, հականավային հրթիռային հնարավորություններին եւ նեղուցում եւ դրա մոտակայքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 փոքր նավակների, նվազեցնելու միջազգային առևտրի վրա հարձակումները շարունակելու Իրանի կարողությունը։ Այս հարվածները նպատակ ունեին ծանրգին սահմանել միջազգային ջրային այդ ճանապարհին առևտրային նավերին թիրախավորելու եւ դրանց վրա հարձակվելու համար։ Իրանն իր հերթին անարձագանք չի թողել։ Reuters գործակալությունը հաղորդել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, թե հրթիռներով եւ անօդաչուներով հարվածներ է հասցրել Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական կարևոր օբյեկտներին։ Իրանական կողմը նաեւ պնդել է, որ խոցել է հարձակմանը միջամտել փորձող ամերիկյան MQ-9 անօդաչու։ Քուվեյթի զինուժը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում հրթիռային եւ դրոնային հարձակումները։ Դրանով էլ հիմնավորում հարվածի այն ալիքը, որը իրականացրել է իրանական քաղաքների ուղղությամբ։ Իրանի խորհրդարանի խոսնակ եւ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ում գրառման մեջ Միացյալ Նահանգներին մեղադրել է հունիսի 18-ին գիշերը կնքված փոխըմբռնման հուշագրի լուրջ խախտումների համար եւ թվարկել դրանք։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցում կառավարման խախտումներ, հետագա հարվածների շարունակական սպառնալիքներ, նավթային պատժամիջոցների վերականգնում, Իրանի հարավին հարվածներ, ինչպես նաև Լիբանանի դեմ սիոնիստական շարունակական ագրեսիա։ Այդ ամենից հետո Միացյալ Նահանգների նախագահը անձամբ է անդրադարձել այս թեմային, հայտարարելով, որ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրն ավարտված է։ Այդ մասին նա նշել է Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ։ Իրանի հետ փոխըմբռնման ուժագիրն այլևս ավարտված է։ Նրանք չեն պահպանում այն։ Նրանք հարձակումներ իրականացրին Հորմուզի նեղուցում նավերի վրա, շարունակեցին իրենց ագրեսիան, եւ մենք շատ կոշտ պատասխան տվեցինք։ Ես այլևս հետաքրքրված չեմ նման մարդկանց հետ բանակցելով։ Նրանք վտանգավոր մարդիկ են։ Եթե ուրիշները ցանկանում են բանակցել, կարող են։ Ես ավարտել եմ այդ հարցը։ Այս փոխադարձ հարվածներից հետո Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը չեղարկել է իրանական նավթի վաճառքի թույլտվությունը վերականգնելով նախորդ ամիս ժամանակավորապես կասեցված պատժամիջոցները։ Ամերիկյան կողմը պնդում է, որ տնտեսական պատժամիջոցների մեղմումը ամբողջությամբ հիմնված է պարտավորությունների կատարման վրա։ Այն, որ Իրան-Միացյալ Նահանգների հարաբերություններում լարվածությունը չի թուլանում, մինչ այս էլ վկայում էին երկու կողմերի հայտարարությունները։ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կամ գործարք կկնքի Թեհրանի հետ կամ ավարտին կհասցնի գործը, նկատի ունենալով ռազմական գործողությունների շարունակումը։ Իրանական կողմից Միացյալ Նահանգների նախագահի խոսքերը պատրանքային էին որակել, կոչ անելով հարգանքով խոսել իրանցի ժողովրդի հետ, այլապես իրենք այլ լեզվով կպատասխանեն։ Տիսնե Ալագուլյան, Հորիզոն։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկված մյուս թեման պտտվել է Ռուսաստանի շուրջ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ Ռուսաստանը կճանաչվի ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ սպառնալիք։ Այս մասին հայտարարել է Անկարայում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում։ Մարկ Յուտեն հույս ունի, որ այն կամրագրվի եզրափակիչ հռչակագրում։ Գագաթնաժողովի գլխավոր նպատակը, սակայն դաշինքին Միացյալ Նահանգների հավատարմությունն ամրապնդելն էր։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գլխավոր շեշտադրումների մասին է հաջորդ տեսանյութը։ Հավաքական պաշտպանություն ու զսպում ՆԱՏՕ-ի այս հիմնական առաքելությունների վրա է կենտրոնացած Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությունը։
Ուկրաինայի պատերազմի թեման ու Ռուսաստանը որպես երկարաժամկետ սպառնալիք դիտարկելու հարցը գլխավոր օրակարգում է։ Դրանով էր նաև պայմանավորված, որ Անկարա հրավիրված էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ ելույթ ունեցավ։ Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չխաղալ իրենց հետ։ Իմ ուղերձն այն է, որ այս դաշինքը, որը կազմված է Եվրոպայում, Կանադայում եւ Միացյալ Նահանգներում ապրող 1 միլիարդ մարդկանցից, կպաշտպանի մեր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը։ ՆԱՏՕ-ին հաղթել հնարավոր չէ։ Մենք պաշտպանական դաշինք ենք։ Մենք երբեք ոչ ոքի վրա չենք հարձակվի։ Մենք կպաշտպանենք մեր կենսակերպը, մեր ժողովրդավարությունները, մեր տարածքը։ Այնպես որ մի կատակեք մեզ հետ, մի խաղացեք մեզ հետ։ Ավելին Ռյուտեն նշել է, որ միասնականություն են ակնկալում Ռուսաստանի հետ կապված հարցերում, որը ամրագրված լինի նաև վերջնական հռչակագրում։ Ես սպասում եմ, որ այսօր մենք հավաքական կերպով կընդունենք, որ Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է ՆԱՏՕ-ի տարածքի համար։ Ես վստահորեն սպասում եմ, որ Ռուսաստանից եկող երկարաժամկետ սպառնալիքի մասին այնտեղ կրկին կհիշատակվի։ Ուկրաինայի պատերազմից ու Ռուսաստանից զատ դեռ նախորդ օրերին լրատվամիջոցները գրում էին, որ Անկարայի գագաթաժողովի գլխավոր նպատակներից մեկը Միացյալ Նահանգների ներգրավվածությունն ու հավատարմությունը ՆԱՏՕ-ին պահպանելն է։ Դաշինքի պաշտոնյաների խոսքով կարևոր է ամրապնդել միասնականությունը եւ ապահովել Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը ՆԱՏՕ-ի հիմնարար 5-րդ հոդվածին, ըստ որի դաշինքի մեկ անդամի դեմ հարձակումը դիտվում է որպես հարձակում բոլոր անդամների դեմ։ Թրամփի վարչակազմը եվրոպական կառավարություններին կոչ էր արել ստանձնել Եվրոպայի ավանդական պաշտպանության հիմնական պատասխանատվությունը, քանի որ Վաշինգտոնը ձգտում է ավելի շատ ռեսուրսներ ուղղել Հնդկախաղաղովկիանոսյան տարածաշրջանի ուղղությամբ։ Որոշ փոփոխություններ արդեն իրականացվում են։ Վաշինգտոնը որոշել է կրճատել այն ամերիկյան ռազմական հնարավորությունների ծավալը, որոնք ճգնաժամի դեպքում հասանելի են լինելու ՆԱՏՕ-ին։ Իսկ եվրոպական անդամ երկրները գրեթե ամբողջությամբ լրացրել են առաջացած բացերը։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթն էլ նաև հայտարարել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման նոր վերանայման մասին եւ զգուշացրել, որ Միացյալ Նահանգները կարող է կրճատել ՆԱՏՕ-ին իր ֆինանսական ներդրումների մի մասը։ Մինչ այս Թրամփը ՆԱՏՕ-ն բնութագրել էր որպես թղթեվագր եւ հայտարարել, որ քննարկում է Միացյալ Նահանգների հնարավոր դուրսբերումը դաշինքից։ Ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն փորձել է մեղմել լարվածությունը ներկայացնելով եվրոպացի դաշնակիցների կողմից պաշտպանական ծախսերի եւ պարտավորությունների կատարման վերաբերյալ տվյալներ, համոզելու, որ Եվրոպան կատարում է իր ստանձնած պարտավորությունները։ Այս մասին նշում է Reuters գործակալությունը։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն։ Միջնադարյան Հայաստանում եկեղեցիներում ու վանական համալիրներում արված որմնանկարների մեծ մասը մինչև մեր օրս չի պահպանվել, կամ բեկորներ են ընդամենը մնացել։ Օրինակը Զաքարյան իշխաններին պատկանած Հռիճավանքի վանական համալիրում է։ Այստեղ հայտնաբերվել են 1200-ականներին թվագրվող որմնանկարի մնացորդներ, որոնք ամրակայելու ու պահպանելու գործը ստանձնել են հայ և իտալացի մասնագետները։ Վերականգնող ճարտարապետ Արա Ազարյանն ու որմնանկարների վերականգնման մասնագետ Քրիստին Լամուրեն միասին Հայաստանի տարբեր վանքերով ու վանական համալիրներով են ճամփորդում։ Նրանց ճամփորդությունը ոչ թե ճանաչողական, այլ գործնական է։ Հայկական եկեղեցիներում մասնագետները հայտնաբերում են որմնանկարներ, դրանց բեկորներ ու ստանձնում ամրակայման պահպանության գործը։ Շիրակի մարզում արդեն 4-րդ եկեղեցում են աշխատում։ Մաքրել ու ամրակայել են Լմբատավանքի 7-րդ դարի եկեղեցու, ապա Արթիկի ու Նոր կյանքի եկեղեցիների որմնանկարները։ Հիմա նրանց աշխատանքային վայրը Հռիճավանքն է։ Ամրակայում են որմնանկար, որի մասին շատ քիչ տեղեկություններ կան պատմական ու մշակութային աղբյուրներում։ Ունենք 19-րդ դարում այսպես շատ կարճ անդրադարձ որմնապատկերի վերաբերյալ, որը դարձյալ նշվում է այն մասին, որ որմնանկարը գտնվում է բավական վատար վիճակում, ամբողջովին այսպես վնասված եւ հետեւաբար որևէ տեղեկություն կամ տվյալներ չի հաղորդում այդ վկայությունը 19-րդ դարի մասն է խոսքը։ Այսինքն դեռևս այդ դարի ընթացքում արդեն իսկ որմնապատկերը բավական աղճատված վնասված վիճակում էր գտնվում։ Որմնանկարի շատ քիչ մասն է պահպանված, առանց մասնագետների օգնության կամ հուշման հնարավոր չէ հասկանալ, թե ինչ է պատկերված, որոնք են եղել կերպարները։ Որմնանկարը ամբողջացնելու հարցում մասնագետներին օգնել են պահպանված առանձին դետալներ։ Մոտարապես ամբողջ որմնանկարից 35-38%-ն է պահպանվել, այսինքն հիմնական մասը չկա, վերացել է, բայց բարեբախտաբար կան այնպիսի բեկորներ, այնպիսի հատվածներ, որոնք որ մեզ կարողացան բացատրել, թե ինչ է նկարված, այսինքն պատկերագրությունը ինչ է։ Պատկերագրությունը փաստորեն Օդի Գիտրիան է,
հունարեն լեզվով, դա Մարիամ Աստվածածինն է մանկան հետ։ Սա է թեմա, որը շատ տարածված է քրիստոնյա աշխարհում, մանավանդ Հայաստանում։ Որմնանկարի վրա պահպանված է նաև հայատար գրություն, այն եւս ամբողջական չէ եւ վերծանել հնարավոր չէ, բայց մեկ կարևոր հարցի պատասխան տալիս է այդ գրությունը։ Խոսքը որմնանկարի թվագրության մասին է։ Այնտեղ գրված է ո եւ ց, նշանակում է, եթե 551 մենք գումարենք 1235 թիվ, այսինքն թվագիր որմնանկար ունենք։ Հավանաբար թիվը վերաբերվում է որմնանկարի ուրեմն տարեթվին եւ մնացած մասում հայատար ուրեմն տեքստ է շարունակվում, բայց դժբախտաբար չի հասկացում, թե տեքստը ինչի մասին է, բայց ենթադրվում է, որ նվիրատվական տեքստ է, այլ ոչ հոգևոր բնույթի։ Almeno 15 solo per Ես Հայաստան եմ գալիս արդեն 15-րդ անգամ։ Հայաստանի ու Արցախի տարածքում բազմաթիվ որմնանկարների ամրակայման աշխատանքներ եմ կատարել։ Կարող եմ ասել, որ Հառիճավանքի որմնանկարը տարբերվում է իր կատարման տեխնիկայով։ Այն արված է շատ բարակ սվաղի վրա, որն էլ հենց նրա յուրահատկությունն է։ Արվել է Գավիթի եւ Մայր եկեղեցու միացման հատվածում, որտեղ հարյուրամյակներով անձրևաջրեր են հոսել։ Սա էլ նպաստել է որմնանկարի քայքայմանը։ Այստեղ նաև վանդալիզմի հետքեր կան։ Հիմա մենք մաքրում եւ ամրակայում ենք այն, ինչ մնացել է։ Որմնանկարի վրա անկանոն հարվածների հետքեր են հայտնաբերել մասնագետները։ Սա խոսում է այն միտումնավոր ոչնչացնելու փորձերի մասին։ Ոչ ամբողջական ու վնասված լինելով հանդերձ, որմնանկարը ըստ մասնագետի մշակութային մեծ արժեք ունի։ certamente perché Սա շատ կարևոր պատմական հիշողություն է, մշակութային մեծ արժեք է ներկայացնում։ Չնայած որ ակնհայտ է, որ այն արվել է շատ արագ, համաչափությունը չի պահպանվել։ Աստվածամոր եւ մանուկ Հիսուսի ձեռքերը շատ մեծ են նկարված, այսինքն համաչափության խնդիր կա։ Բայց քանի որ սա թվագիր որմնանկար է արված 1235 թվականին, դրանով իսկ մեծ արժեք է ներկայացնում։ Իսկ վարպետի անունն անհայտ է։ Ընդհանրապես հայկական պատմության մեջ մշակութային ճարտարապետների շատ քիչ անուններ ունենք, գիտենք, բայց քիչ ունենք։ Որմնանկարիչներինը ընդհանրապես ես հայտնի չէ։ Ունենք մանրանկարչությունը, ունենք հայտնի գործիչներ, որոնք դպրոցներ են հիմնել։ Որմնանկարի հետ կապված դժբախտաբար անուններ շատ քիչ են, գրեթե չկան։ Մասնագետների խնդիրը հիմա որմնանկարի պահպանված մասերի մաքրումն ու ամրակայումն է։ Առանձին հատվածներում նաև գունային լրացումներ են կատարում, բայց որմնանկարի տեսքը ամբողջությամբ վերականգնել մասնագետները չեն կարող։ Հնարավոր են համարում Հառիճավանքի այցելուներին որմնանկարի ամբողջական տեսքը տեսանելի դարձնել թվային տեխնոլոգիաների արհեստական բանականության օգնությամբ։ Լուսինե Հայրապետյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Այժմ ամառ այսքանը, շարունակեք հետևել իրադարձությունների զարգացմանը Հորիզոնի միջոցով։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։